Բարև ձեզ։ Ձեզ հետ քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է։ Կամ է ուղղակի բլոգեր Վանյան Գուրգենն է։ Այսօր մենք խոսելու ենք F-35-երից, որ Դոնալդ Թրամփը ուզում է վաճառել Էրդողանին, Թուրքիային։ Եկեք խոսենք նրանից, որ ՆԱՏՕ-ի սամիթ է ընթանում Անկարայում, Թուրքիայում, որտեղ որ Էրդողանին խոսք է տվել Թրամփը, որ կանի ամենը, որպեսզի այդ վաճառքը տեղի ունենա։ Բոլորս մենք գիտենք, որ դեռևս 2019 թվականից սանկցիա էր կիրառվել Թուրքիայի վրա, որպեսզի F-35-երի այդ գործարքը չկատարվի Թուրքիայի հետ։ Պատճառը S-400-ներն էին, որոնք որ Թուրքիան գնել էր Ռուսաստանից։ Թե դա ինչ-որ ժողովրդական քայլ էր, թե իր համար էր ինչ-որ պետք, դա տենց է չիմացանք։ Առնվազն Թուրքիան ասում է, որ S-400-ները իրեն պետք էին, որպեսզի ավելի շատ Հունաստանի կողմից ինչ-որ խնդիր տեղի չլիներ խնդիր։ Ու հիմա այնպեսի մի իրավիճակ է ստեղծվում, որ թե Հունաստանի համար դա շատ վտանգավոր երևույթ դառնում, թե առավել ևս Իսրայելի համար։ Ու ինչպես նաև Ֆրանսիայի համար էլ եւ Հայաստանի համար էլ։ Տեսեք, հիմա սկսենք մենք Հունաստանից, Իսրայելից եւ Ֆրանսիայից եւ անցնենք Հայաստանին։ Հունաստանի պարագայում սենց մի հատ բան է տեղի ունենում։ Հունաստանն ու Թուրքիան նրանք թշնամական պետություններ են։ Ու այդպես բացահայտ թշնամական չեն, ոնց որ Իսրայելի հետ են, հա, բայց նրանք ունեն տարածքային խնդիրներ։ Այսինքն, եթե Թուրքիայի ձեռքը ճար լիներ, հիմա հաստատ այդ կղզիները Էգեան ծովում գրավել էր։ Ուղղակի նախարարները իրան չեն թողում, Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն թողում։ Դա նաև ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին, առհասարակ ՆԱՏՕ-ին։ Ու Լոզանի պայմանագիրը ուզում է ուղղակի խզել։ Էրդողանը ուզում է խզի, քանի որ դա ասում է այդքան էլ արդար պայմանագիր չի։ Լոզանի այդ համաձայնությունները դեռ 100 տարի առաջվա կնքած այդ համաձայնագրերը, պայմանագիրը։ Դրա հիման վրա Միցոտակիսը ուղիղ չհասած սամիտի ժամանակ, երբ որ իրեն հարց տվեցին ՆԱՏՕ-ի սամիտի ժամանակ Անկարայում, նա ուղիղ չհասած չուզեց մեկնաբանի Թրամփի այդ որոշումը, որը որ դեռ ի կատար չի գործվել, սպասում են դեռ վերջնական պատասխանի, քանի որ այնտեղ Թրամփը չի կարող միանձին ինչ-որ որոշում կատարի, քանի որ կա Ամերիկայի կոնգրես։ Կոնգրեսը դեռ պետք է թողի, որպեսզի Թրամփը կարողանա դա կատարել։ Ամերիկայի լավը է դա, որ ինքը ինստիտուցիոնալ պետություն է ու չի կարող այնտեղ ինչ-որ վարչապետ, չգիտեմ, նախագահ, կոնգրեսական վեկալու ինչ-որ մի բան ուզենանի ու դա անի։ Էնի ինստիտուտներով հարուստ երկիր է, որտեղ հասկանում են ինչա պետք իրենց երկրին, ինչ պետք չի։ Հունաստանը ամենայն դեպս նա դեմ է այս գործարքին, քանի որ մարդ պետք է հոգեկան հիվանդ լինի, էլի, որ իր թշնամի պետությանը համաձայն լինի, որպեսզի F-35-ներ տան ժամանակակից։ Դա գերժամանակակից ինքնաթիռներ են, որոնք որ կարող են բավականին օդում իրավիճակը փոխել։ Բոլորս գիտենք, որ Հունաստանը, այսինքն բոլորս չգիտենք, ես հիմա ձեզ եմ ասում, Հունաստանը օդում ամենաուժեղն է այսօրվա դրությամբ, այդ Բալկաններում նկատի ունեմ։ Ինքը Թուրքիայից հիմա ուժեղ է օդում։ F-16-ներ ունի Թուրքիան, որը որ արդեն բավականին հնացել է համատած F-35-ի հնարավորությունների, ու ինչպես նաև կան ունես իր նոր այդ ինքնաթիռները կան, որ Էրդողանին հարց են տալի, բա F-35-ի համար ինչ-որ հարցեր են տալի, ասում են, դե եթե չլինի, մենք կանը ունենք, ինչով է վատ որ։ Ну, այս մեր այս վաստոշնի արևելյան տես բան էլի, հայկական թուրքական տես մի հատ բան, դե որ չլինի մենք ունենք էլի, բա որ ունես բխես F-35 ուզում եթե տես լավն է քո կանը։ Թանկացնում է էլի իրան իբր։ Գիտի մենք չենք ժողովում ինչա խոսում, այդ կարող է ամերիկացիք չհասկանան այդ թուրքական պատխոլները, բայց մենք գիտենք հիա տենց ասում։ Շանս այնտեղը դեբիլ մարդիկ չեն որ չհասկանան այդքանը։ Դա Հունաստանի մասով, Իսրայելի մասով ժողովուրդ տեսեք։ Իսրայելը հիմա կասեք, չգիտեմ, սարքաճի Նետանյախուն ու Էրդողանը դեր են տանում, չեն տանում, Նետանյախուն ինչ որ էս վերջերս իբր բժիշկեր ուղարկել, որ Էրդողանին ռակից բուժեին, չբուժեին, sense այդ բաները մի կողմ թողնելով, այս կոնսպիրոլոգիչեսկի բայերը
Իսրայելն ու Թուրքիան հիմա իրոքից խնդիրներ ունեն միմյանց հետ, իրոքից խնդիրներ ունեն։ Չտեսնելը դա, չգիտեմ, անհնար է դա չտեսնելը։ Երևում է դա փաստացի երևում է նախարարների մակարդակով, նախագահների մակարդակով, չգիտեմ, այնտեղ վարչապետի մակարդակով անընդհատ իրար ինչ ասես ասում են, մեկ ասում է ես կգրավեմ Երուսաղեմը, մեկ ասում է ես կգամ, ես ինչ ուժեղ պատասխան կտամ, բանսենս ինչ որ բաներ ա գնում, խոսակցություններ։ Նեթանյախուն հայտարարեց, որ այսինքն պատասխան ուղարկեց Թրամփին, որ այդ գործարքը եթե տեղ ունենա, դա շատ վատ գործարք կլինի եւ տարածաշրջանի ռազմական բալանսը բավականին կփոխվի։ Այսինքն կանցնի ավելի շատ դեպի Թուրքիայի կողմը։ Թուրքիան տեղից ինքը թույլ պետություն չի, հա, որ տենց վերցնենք, ինքը Իրանի պես պլյուս մինուս պետություն է իր հզորությամբ, ռազմական հզորությամբ։ Բայց որ մի հատ F-35-ներ ստանա, դա բավականին է փոխելու ռազմական բալանսը տարածաշրջանում, բավականին։ Ինչը վերաբերում է Ֆրանսիային, ասացի որ Ֆրանսիայի հետ է կապված խնդիրներ լինելու։ Ֆրանսիան հենց ուղիղ խնդիր չունենալու Թուրքիայի հետ, քանի որ այս վերջերս եթե նկատել եք Մակրոնը ինչ որ մոտիկանում է Էրդողանի հետ եւ տարբեր այդպես համաձայնագրեր են ուզում կնքեն իրար հետ, ռազմական, տնտեսական եւ այլն եւ այլն։ Այդ առումով այդքան խնդիր ստեղ չկա, ինչքան իր խնդիրը ավելի շատ գեոպոլիտիկա, տարածաշրջանային ինքը խնդիր է ունենալու, քանի որ Հունաստանը իր ռազմական դաշնակիցն է։ Իսրայելի հարցում եթե նրանք հարցեր ունեն, ֆրանսիացիք հարցեր ունեն, հա, այնտեղ Գազայի ցեղասպանություն եւ այլն եւ այլն։ Ապա Հունաստանի դեպքում դա իր դաշնակիցն է եւ Բալկաններում, Էգեան ծովում, առհասարակ միջերկրական ծովում, արևելյան ափերում, այսինքն բավականին խնդիր է ունենալու Ֆրանսիան։ Հունաստանի մասին դե չխոսեմ, Հունաստանը ասացի արդեն ինչ խնդիրների մեջ հայտնվելու, այնի արդեն հենց ուղիղ խնդիրներ ունենալու Թուրքիայի հետ։ Եթե Ֆրանսիային տարածաշրջանային է լինելու, այսինքն աշխարհաքաղաքական խնդիրներ ունենալու, թուլանալու է։ Չգիտեմ, Մակրոն դա նկատում է, չի նկատում, համենայն դեպս Մակրոնը բավականին մոտիկություն է ցուցաբերում Էրդողանի հետ։ Ինչի ես դա ճիշտ ասած չեմ հասկանում։ Ավելի շատ ես կապում եմ այն փաստի հետ, որ Հայաստանը չունի հիմա խնդիրների ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ։ Դրա հիման վրա Ֆրանսիան չի տեսնում ինչ-որ խնդիր, որպեսզի մերձենա Թուրքիայի հետ, քանի որ եթե կհիշեք, մինչ այդ բավականին սառը ու կոշտ հայտարարություններ էր Էմանուել Մակրոնի կողմից գնում դեպի թե Ալիևի կողմը, թե Էրդողանի կողմը։ Ես ավելի դա Հայաստանի հետ եմ կապում, քանի որ Հայաստանի հետ կապված իբր խնդիրներ գոյություն չունեն ու դրա համար Մակրոն թույլատրել է իր հռետորաբանությունը ուղղված դեպի Թուրքիան։ Եթե հələ Ալիևի հետ կապված ինչ-որ հարցեր կան, չնայած դա չեմ տեսնում, ապա Թուրքիայի հետ ընդհանրապես չեմ տեսնում, որ իրենք հարցեր ունենան։ Եվ չորրորդը Հայաստանը։ Հայաստանի համար սա ինչ վտանգներ կարա ունենա։ Ժողովուրդ հիմա խաղաղություն չի, կստորագրեն, չեն ստորագրի, օգոստոսի 8 եւ այլն, մենք պետք է հաշվի առնենք, որ մեր հարևանները Ադրբեջանը ու Թուրքիան են։ Թուրքիան երբևէ չի ուզեցել, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, լինի զարգացած, լինի անկախ։ Անկախ նա ուզեցել է լինի նրա համար, որպեսզի Ռուսաստանի հովանավորչությունից նա զրկվի, սենց ասեմ։ Անկախացնելով իրական անկախության մասին է խոսքը գնում, չեմ ասում 91 թվականի անկախության հետ կապված ինչ-որ բաներ։ Երևի հասկացեք ինչ նկատի ունեմ։ Իրական անկախություն ուզում է ունենա Հայաստանը նրա համար, որպեսզի Հայաստանը ավելի իր մտածելով ավելի թույլ լինի։ Որովհետև ոչ թե Հայաստանը թույլ լինի, այլ տարածաշրջանում նա ուժեղանա։ Տարածաշրջանում նա կուժեղանա այն դեպքում, երբ որ ընդհանրապես ռուսական ներկայություն չլինի։ Հայաստանի համար դա բնական է լավ է, որ ռուսական ներկայություն չլինի, բայց համենայն դեպս թուրքական ներկայությունն էլ է շատանում ու ուժեղանում։ Դա չնկատելը դա աբսուրդ է ուղղակի։ Աջարիայի օրինակ նույն ձև Հայաստանում կարա լինի ինչ որ առումով, հենց ուղիղ Աջարիայի օրինակով չլինի, ոնց որ Աջարիայում այնտեղ 90% ամենը թուրքական է հիմա դառը, խանութները նույնիսկ։ Բայց բավականին խնդիրներ կար առաջացնի, ասել եմ արդեն մի անգամ, ստեղի գյուղատնտեսության հետ կապված հարցերում, միրգ ծախողների համար, բանջարեղեն ծախողների համար, գյուղացիների համար հիմնականում ու այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են գյուղատնտեսությամբ գումար են աշխատում, իրենց համար մեծ խնդիր է լինելու, որովհետև իրենք բերելու են երկու անգամ էժանգին են դնել, օրինակ համար լոլիկը եւ այլ ինչ որ տես մթերքներ, որոնք որ հայ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդը չի դնելու այդ գինը։ Կամ թանկա դնելու կամ ստիպված ավելի էժանա դնելու տակ տա, ասես մի բան է լինելու։
Ու առհասարակ նորից եմ կրկնում, Թուրքիան տես չի խփտվում հայերի համար, Հայաստանի համար, որպեսզի նա դառնա ինչ-որ ուժեղ պետություն, դառնա Ադրբեջանից ուժեղ կամ առհասարակ ուժեղանա։ Ոնց Ռուսաստանն է նայում Հայաստանին, որպեսզի Հայաստանը լինի թույլ բան, բայց իր տես բանի տակ, հա, վերահսկողության տակ, նույն ձև նայում է Թուրքիան։ Թուրքիան ուզում է որպեսզի լինի Հայաստանը թույլ, իբր թե անկախ ասելով ես արդեն ասացի ինչի նկատի ունեմ, այսինքն ռուսական ներկայությունը որ այստեղ տեղի չլինի։ Ու նա ստե գերակշռող դեր կատարի։ Կոպիտ ասած նայողը տարածաշրջանը ինքը լինի։ Երկու կողմից մենակ ռուսներից պետք չի ազատվել, ժողովուրդ նորից եմ կրկնում, թուրքերը հիմա մտածում են, որ ռուսներից մենք հիմա յան ենք տալի, գնալու ենք իրենց գիրկը ընկնեն, տենց են մտածում հիմա իրենք ու դա շատ վատ է, որ իրենք տենց են մտածում, պետք է բոլորը հասկանան, որ մենք էթում ենք ուղիղ մեր ուղությամբ, ոչ էթում ենք ռուսի կողմով, ոչ էթում ենք թուրքի կողմով, դա է պետք հասկանալ։ F-35-ների վաճառքը բնականաբար դա շատ մեծ վնաս կտա Հայաստանին, ինչ առումով, որ չգիտես հիմա ինչ տեղի կարա ունենա։ Պատերազմի ժամանակ չէ 2020 թվականը, երբ որ F-16 էին գտել Ադրբեջանի տարածքում, Գանջայի բանում, օդանավակայանում, որը Արայիկ Հարությունյանի հրահանգով է խփել էին Գանջային։ Էլբրուսներով։ Գիշեք էլ այդ ամեն ինչը։ Հիմա մենք ու դա նույնիսկ Վարդենիսի տարածքում որ գտել էին ներկայությունը F-16-ի Հայաստանում բավականին բարձր տենց աղմուկ բարձրացրեցին այդ պահով դեռ 2020 թվականի պատերազմի ընթացքում, բայց ավելի շատ ուղղված դեպի ՀԱՊԿ ու Ռուսաստանը, որպես տեսեք էլի մեր տարածքի հենց մեջ համատե արդեն թուրքական արդեն օդանավեր կան։ Տենց էլի պատասխան չստացանք։ Ասին դա ապացուցված չի, դա սուտ է, դա ֆեյք է, բայց վարչապետը իր վարչապետ հալով չեմ հաստատի մի չասեմ, բայց ինչքան հիշում եմ, վարչապետն ասաց, որ F-16-ի ներկայություն կա տարածաշրջանում, այսինքն մեր սահմաններում, տենց է Ռուսաստանից բան չեկավ կոնկրետ պատասխան, դա դեռ պետք է ապացուցեն, չապացուցեն, իրենց այդ էքսպերտների մակարդակով պատասխան եկավ։ Դրա համար առհասարակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժեղացումը ապրիորի մեզ վնաս է։ Մենք հիմա լինենք իրանց այդ ընկեր չընկեր բան, պատմությունը ցույց է տալի այն, որ 100 տարի մեկ մեծ պատերազմ տեղի ունենում հայերի ու թուրքերի միջև։ 100 տարին մեկ կակ մինիմում։ Այդտենց 100 տարի չկա, որ մենք իրար չկոտորենք, թե մենք իրանց, թե իրանք մեզ։ Այդտենց 100 տարի չկա։ Հիմա ժամանակա, որ Նիկոլ Փաշինյանի օրոքա ու խաղաղություն է դեպի գնում երկիրը ու չկա տենց ինչ որ, հա, արտարուս դեպքեր, բնականաբար լիքը իմ կարծիքով դա զիջումներ են, լիքը զիջումների դիմաց չկա հիմա ինչ որ տենց դեպքեր, բայց պետք է հասկանալ, որ կառավարությունը փոխվի, չէ՞։ Չգիտեմ 2031 թվականին կարող է փոխվի ու գան ինչ որ տենց ռադիկալ ծայրահեղականներ, աչայիններ, քանի որ եթե նկատենք 49% չէ, չէ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չէ, ինքը այդքան ձայներ չէ, հավաքի 49%։ Ու մեկ է մի բան ասեմ, ինչքան ձախերը ուժեղ են լինում, շատ են աղմուկ բարձրացնում, այնքան աչերը ավելի են համախմբվում, ավելի են սկսում իրանք ձայն բարձրացնեն։ Նույնն էլ հակառակն է, երբ որ աչերն են շատ համահանում, ձախերն են սկսում ակտիվանալ։ Ձախերի ու աչերի տարբերությունը գիտեք որն է, ձախերը միշտ sense այդ կոմունիստական մտածելակերպ ունեն, ավելի շատ են բոլորին բաժանենք, խլենք, այսպես մի մտածելակերպ ունեն ու բան տենց բոլորը հավասար են իրար, նա ինչ կապ ունի նա որ եկել է, չգիտեմ, Ալժիրից կամ բան, նա մարդ է, չէ։ Այսինքն ձևի բաներ կա, կապ չունի իր համար, տենց հիմնականում որ վերցնում ես իր իդեոլոգիան, հարցնում ես դու ինչ ես մտածում, ոնց ես կարծում ու նա որ սկսում է պատմի, հիմնականում այդպես մասսա է ձախայինները, այդպես ձևի մասսայի ներկայացուցիչներ են իրանք։ Իրենց համար այսինքն շատ դեպքում կարող է կապ չունենա դիմասինը հայ է թե չէ, աչի դեպքում այլ է։ Այսինքն ազգայնականների, աչերի, կոնսերվատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց համար մի քիչ այլ է։ Իր համար բնական է, չենք ասում ամեն հայի պետքա պաշտպանենք։ Չպիտի ամեն մի լկտի հայի պաշտպանես, ով որ կարամտի, չգիտեմ, ինչ որ լկտիություններ գրի, անի կամ ինչ որ աղջկա հանդեպ իրան լկտի պահի։ Բայց առհասարակ այդ բանը կա, այսինքն աչերի մոտ հիմնականում որ կոպիտ ասած սվոյդերին պահում են, սպայկը կա այդ առումով։ Այնց մոտ սպայկան ավելի ուժեղ իրականում, աչերը ավելի հանգիստ են, քան այդ ձախերը շուխուրչի բան, տենց միշտ իրանց ուզում են զորբայվարի առաջ տանեն։ Աչերը ուղղակի արդեն ակտիվանում են այն ժամանակ հիմնականում, երբ որ տենում են երկու ճար չկա։
Օրինակ Վազգեն Սարգսյանն որ ոդքեին հելը, չէ, Մոնթեն, իրանք բացահայտ ազգայնական աճ մարդիկ են եղել։ Ես էլ եմ առհասարակ այդ տիպի մարդ։ Ու անդադ պետք չի ասել դու Նիկոլ ես պաշտպանում, դու ոնց կասի լինես ինչ որ ազգայնական կամ եւ այլն։ Այդ Սամվել Կարապետյան, ես նախ առաջինը ոչ մեկին չեմ պաշտպանում, ինչ որ փաստաբան չեմ։ Չնայած երազել եմ իրավագիտական ավարտեմ, չի ստացվել։ Երկրորդը սկսենք նրանից, որ Սամվել Կարապետյանը ինքը առհասարակ ինքը ազգային բան չի, ինչ որ տենց առաջնորդ չի, հա, կամ ազգային բաներ առաջտանող մարդ չի, չի կարա Ռուսաստանում ապրած մեծացած մարդ, այնտեղ լիքը բաներ տենց ունեցող մարդը կամ առհասարակ ռուսական մտածելակերպ ունեցող մարդը, հա, մենտալիտետ ունեցող մարդը լինի ինչ որ հայ ազգայնական կամ հայ ազգային առաջտանող։ Իր ազգայինի տակ տանել են գցեն ռուսի տակ, այդքան բան։ Ես երբ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ազգայնական ինչ որ ազգային գործիչ է, բանի առումով, այսինքն ազգային շահերը առաջտանող։ Ես կյանքում չեմ ասել։ Ինքը լավ վարչապետ է, արևմտյան երկրի համար շատ գերազանց վարչապետ կլներ, իսկ Հայաստանը, քանի որ այս տարածաշրջանում է գտնվում, գլոբալ մերձավոր արևելքում է գտնվում, դա համար մի քիչ բարդ է ստեղ այդ տիպի ներկայացուցիչ ունենալը։ Այս երկիրը պետք է ունենա հռբռը սեղանին խփող տենց ինչ որ տենց ռազմական դեմքեր, որպեսզի թշնամիները վախենան։ Ես տենց եմ կարծում։ 700,000 հոգի ուրիշ ձև է կարծել, ուրիշ ձև է իր ձայնը բանար է տվել։ Ինքը արդեն գիտի ում ձայն տվե ինչ արի, ես չեմ հիմա քննարկելու կամ մեղադրելու ով ում ձայն տվե։ Դա ձեր որոշումն է։ Բայց երբ որ ասում ենք սա ճիշտ է, սա սխալ է, դա ոնց կա տենց ենք ասում, ոնց տեսնում դա է ասում ենք, չենք հորինում։ Որ ասում ենք ինչ որ պայրով Սամվել Կարապետյանը սխալ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, դա չի նշանակում, որ ես Նիկոլ Փաշինյանի մոլի ինչ որ ֆանատ եմ։ Ու այսքան ժամանակ ես որ նայում եմ, հիմնականում բոլոր սխալները քաղաքական կլինի, թե այլ ինչ որ սխալներ էլի կապված քաղաքականության հետ, հիմնականում Սամվել Կարապետյանի թմի կողմից է։ Ինչ պրանքներ սարքեն, բանան են, չգիտեմ, այտենց ցածր որակի բաներ անեն, որտեղ հիմնականակարան գիտեք ում գրավեն, հենց իրանց բանի համար է դա կատարվում, ընտրազանգվածի։ Ոչ թե դա կատարվում է, որ ինձ կամ մեկ այլ մյուսին համոզեն, որ Սամվել Կարապետյանը լավն է, եկեք ընտրեք ռուսի տակ գնանք ապրենք լավ կլինի։ Դա հենց իր ընտրազանգվածի համար է կատարվում, ոնց որ ներքին լսարանի համար է դա կատարվում, ոչ թե ընդհանուր գլոբալ հայկական լսարանի համար է կատարվում։ Ընդհանուր հայկական գլոբալ լսարանի համար անում է Նիկոլ Փաշինյանը ու հասկանալով, որ կոճակներին սեղմի, որպեսզի դա ճիշտ ստացվի, որը որ չեն հասկանում մյուսները։ Էտա։ Երբ որ սկսեք հասկանաք հայ ազգի մտածելակերպը, հայ մարդուն ինչա պետք, ոնց է պետք, ինչա պետք ասեք, որ այդ հայ մարդը ձեզի լսի կամ անի ձեր համար, այդ ժամանակ նոր կունենաք ընտրազանգված եւ այլն։ Բայց քանի որ դա դուք չեք հասկանում, դա հասկանում է մեկ այլ մարդ, որը որ հենց ժողովրդի մեջից է կոպիտ ասած, նա կարողանում է դա անի։ Մի նեղվեք, որ իր ասածները ոչ թե պաշտպանող, այլ իր ասածը, որ ասում են ճիշտ է, հա, այդպես պետք չի նեղվել։ Ինչ կա այդ ենք ասում։ Շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի ասածը ձեր հետ կապված ճիշտ է, քանզի ձեր ասածը իր հետ կապված։ Ձեր դուրը գալիս չի գալի, այդ է հիմա փաստը։ Շատ վատ է, որ մտնում կոմենտ եք գրում, ինչ որ վատ բաներ ասելով եւ այլն, քանի որ այսինքն դա անճարությունից եք չէ դա ասում։ Չգիտեմ ժողովուրդ։ Համենայն դեպս F-35-երի վաճառքը դա Հայաստանի համար այդքան էլ լավ չի, տարածաշրջանի մեր դաշնակիցների համար լավ չի, իդեմս Հունաստանի, Իսրայելի հետ ինչ որ տես մոտիկություն եմ տեսնում, որ կարող է ստացվի, կարող է չստացվի, դա արդեն կախված է թե հայերից, թե իրենցից, չնայած իրենք ես ոնց հասկացա ուզում են մեր մոտիկանան, մերձենան։ Ուղղակի մի քիչ հարցեր կան էլի, ու ոնց հասկացա Հայաստանի Հանրապետությունը այդքան է տենց ուրախ չի իր կառավարական մասշտաբով, որ Իսրայելը ուզում է ինչ որ մերձեցում անի մեր հետ։ Քանի որ ցեղասպանության ճանաչումը որ կար կառավարության կողմից Նեթանյահուի այդքան էլ տես մեծ ողջավորություն չտվեց թե Հայաստանում թե կառավարության առհասարակ։ Բայց եթե հիշենք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ ընդունեցին մեր ցեղասպանությունը, իդեմս Ջո Բայդենի բավականին ցնցում էր Հայաստանը, որ ուրախացել էր էլի, որ այդ փաստը Ամերիկայի նախագահան ընդունեց։ Ու մեկը մի բան է ասեմ, այդ որ ինձ մարդիկ կային, երևի կհիշեն, որ Տրամպը ընտրվել էր, ես բան արեցի, այդքան է տենց ուրախ չէի, բան ասում են
դու որոշի տենց արևմտա մեծ հայ բլոգերը իր բան էս մի տեսակ տենց դուրը չի գալի Տրամպը խի բան ամերիկան մեր կողմից ես կոմ ժողովուրդ ես նորից էլի կրկնում իմ համար ամենալավ նախագահան առհասարակ ու գործիչը դա Ջո Բայդենն է ու ես Ջո Բայդենի կողմից եմ տեսել իրոքից հայամետ գործողություններ միակողմանի իր անունից գործում էր Էնթոնի Բլինքենը եթե կհիշեք Գոսդեպի քարտուղարը Թրամփը ուր էր այդ ժամանակ իր բիզնեսներ պայելու մասին էր մտածում այդ կոռուպցիոն սկանդալներից էր բանանում չգիտեմ էլ մյուս բաներ չեմ ուզում ասեմ YouTube-ը կբլոկի որ հանգարց իմ հասկանաք ինչի մասին եմ խոսում այն կղզի մղզիների համար չեմ ուզում խոսամ իր անգերների հետ կապված պատերազմը երբ սկսվավ 20 թվին չէ սկսվավ Տրամփը չէր ժամանակ նախագահան Բայդենը չէր Բայդենը միակողմանի մեր կողմից էր միակողմանի մեր կողմից էր տես բան չկար որ Բայդենը ասեր հայեր եւ ադրբեջանցիներ հանգստացեք ոնց որ ռուսներն էին ասում Բայդենը ասում էր ադրբեջանցիներ հանգստացեք Բայդենի ադմինիստրացիան նու ես բառացի չեմ ասում դա փոխաբերական իմաստով եմ ասում բոլոր հայտարարություններում ուղղված էր դեպի Ադրբեջանը այդ որ Ալիևը տես ոռը ճղում էր դրա համար ինքը ոռը ճղում որ տես նեղվում էր Բլինկենի խոսակցությունից դաժե արդեն բաներ եղել այդ Եվիզարնը ճարներ Բլինկենին բան անեին այդ չթողեն որ Ադրբեջան մտնելու մուտք ունենա իսկ Տրամպը արևտրական դիլ ասելով տենց զելկա անելով տես մանա գալ այդ մարդը Տրամպից ինչ եք ուզում այդ մարդը ուշքումի կա առևտուր անելն է սանից Արենդով բան վեկալի ես իմում տա մի քիչ թանգով այն մեկից ես ինչ անի բան անի տարածքի մեջ մտնի 50% դնի ինքը առնի 150% եկամուտ եւ այլն ասես բաներով այդ մարդը զբաղված ինչ կա դե ուրախանալու որ Տրամպը տենց բանա հայր հետ կապված ինքը առասարակ որ ինչ արե հայր հետ կապված ինքը հայ-ադրբեջանական գլոբալ այդ հարցի մեջ կա ոչ թե հենց կոնկրետ հայրի հետ կապված ես Տրամպին ասեմ Պուտինի կարգի շո մտ մարդ է իմ համար Տրամպը հələ մի բան ավելի վատ որ ուզում եք իմանաք շատ անհարմար դրությունների մեջ իրեն գցող ինչ որ անձնավորություն է իրեն դրել է տես բանի տեղ տես բեսամ գիտունիկի տեղ չգիտեմ հասել է նրան որ FIFA-ում ինքը արդեն որոշումներ է կայացնում որ ում բան անեն այդ կարմիր քարտվածին թողեն հետո մասնակցի թե չմասնակցի զանգում է FIFA-ի նախագահին ասում է դի սխալ եք դուք բան արել ձեր մրցավարը սխալ է տեսը կարմիր քարտը անեք որ իմ խաղացողը խաղա Պուտինի պես ինչ-որ մտ անձնավորություն է այդ մարդը, որ տես գիտի թե ինքը բեսան տես ուժեղ դեմք է։ Չնայած այդ ուժեղ մարդը չկարծավ Իրանում ոչինչ անել, փաստացի, բացի այնից, որ խայտարակավարի բիձա ու բան սպանեց, երեխա սպանեց։ Համենային մեկ իր թորներին, թորանը։ Բացի այդ խայտարակությունից ուժ բան չկար այդտեղ։ Ինչ կա այդ Թրամփի մեջ տես ուժեղ բան որ տես կամ ինչ արի առհասարակ հայրի համար Թրամփը անիմաստ մի պատերազմներ է տանում ու անիմաստ ինչ որ գործողություններ է անում պատերազմը սկսում բան անում չգիտեմ մարդկանց սպանում է տես ղեկավարն են մտածելով թե սա բան պետք է փոխվի այնտեղ չհասկանալով առհասարակ այդ արևելյան մտածելակերպով ոնց է լինում Էդի արևմուտքը չի որ ինչ որ դիկտատոր սպանեն ուրախանան կամ դա նույն Ռուսաստանն չի չեն Ռուսաստանում է շատ խելագարներ կան պուտինական որ Պուտինի համար չգիտեմ խփնվում են իրոքից Դա համար այդ պահը մի ասեք էլի ինձ չգիտեմ այդ իմ համար նորից եմ կրկնում ամենալավ նախագահան առհասարակ ու գործիչ դա Ջո Բայդենն է եղել նու իսկ մերոնցից Կարեն Դեմիրճյանն է մերոնցից ես Կարեն Դեմիրճյանն եմ միշտ շատ սիրել հարգել ու հարգում տենց է ոչ պետքա շատ զիջող լինես ոչ պետքա շատ բանը լինես իբր այդ ազգայինի տակ կոռուպցիա բանով զբաղվես պետքա նորմալ լինես այսինքն որ Կարեն Դեմիրճյանի պես պետքա մարդ լինի ղեկավար այդ որպեսի համ էկոնոմիկա զարգացնի հա տնտեսությունը համ է ուժեղ ձեռք լինի որ խփի հետո հաշվի նստեն ոնց որ չափալաղել էր Հեյդար Ալիևին այդ բաների վագոնները որ բաներ արել Հայաստանից նվերտված վագոնները ուղարկել էր Ադրբեջանի անունից Բրեժնևին իբր տենց Ադրբեջանի կողմից է նվեր արվում բայց լրիվ հայկական բաներ է լինում ու Կրեմլում երբ որ Կարեն Դեմիրճյանը ապտակում է Հեյդար Ալիևին այդպես պետք է լինի ղեկավարը ես չեմ սիրում այդ արևմտյան եվրոպական այդ ձևի իրենց պահող այդ ղեկավարներն այս տարածաշրջանում մեծ տարածաշրջանի համար չի էդի
այս տարածաշրջանում պետք է լինես զիգ, բայց չպիտի լինես ռուսամոլ եսիմով, որ հիմի չգիտեմ, ժողովուրդը, եթե մի հատ նորմալ զիգ մարդ ըլնի, որը կարագա փոխի, հա, Նիկոլ Փաշինյանին, դա 1/1 լինող բան է, նորից եմ կրկնում։ Ուղղակի փոխողները տոտալ ռուսամոլներ են, ազգանի տակ իրանց պահող եսիմ ովքեր են, որ բանակը, չգիտեմ, կեղեքել են, նորմալ ոչ մի զենքզինություն չեն առել ու ժողովուրդը դա տեսնելով էլ չուզում որպես այդ հին մարդիկ հետ կան։ Սա է խնդիրը։ Խնդիրը այն չի, որ Նիկոլ Փաշինյանը բիսմերտնիա կամ չգիտեմ, իր ասախ կողմնակիցները խելագար մոլի իր երկրպագուներ են։ Մոտարպես 100-200 հազար հոգի ուղղակի այս ընտրություններից ստիպված է գնացել ընտրել Նիկոլ Փաշինյան, որպեսզի Սամվել Կարապետյանը չգա։ Երբ որ վերանան, այս չգիտեմ, գնամ Նիկոլին ընտրեմ, որ Սամվել Կարապետյանը չգա, գնամ Նիկոլին ընտրեմ, որ Քոչարյանը չգա, գնամ Նիկոլին ընտրեմ, որ հանգարց Գագիկ Ծառուկյանը կամ Սերժ Սարգսյանը չգան։ Երբ որ այդ մարդիկ չլինեն, այս կողմից Նիկոլ Փաշինյանը փոխվելու է հանգիստ։ Խնդիրը դրանում է։ Այսքանը ժողովուրդ։ Մնացածը հետո կխոսենք։ Հաջողություն բոլորին։